Մենք կրկին ուղիղ եթերում ենք այսօր մեզ է միացել տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր Ռազմիկ Տերտերյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալություն, բայց տնտեսագիտության տեխնացու։ Տեխնացու։ Այո։ Որն է ավելի բարձր, դոկտորը։ Դոկտորը իհարկե։ Բարձրացնենք էլի։ Լավ, էսի միջալոց։ Շնորհակալություն, որ եկել եք։ Շնորհակալություն։ Բերեք մի առանցքային հարցով սկսենք, հա, որի շուրջ վերջին օրերին ամենաթեժ բանավեճն է ընթանում, ինչ է թաքնված Թրամփի ուղի, թե Զանգեզուրի միջանցք տերմինների տակ։ Թրամփի ուղին դա այն ուղին է, որը ենթադրում է, որ տվյալ ճանապարհը ոչ արտատարածքային է, այսինքն լիիրավ գտնվելու է ՀՀ լիազորության ներքո եւ վերահսկվելու է ՀՀ-ի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ ասում նաեւ ամերիկյանը չէ ուժերը ներկա լինելու։ Այնտեղ սենց է պետքա Հայաստանի կառավարությունը եւ ամերիկյան տվյալ ընկերությունը համատեղ կոնսորցիում ստեղծեն եւ երկուսի փոխադարձ համաձայնությամբ կարող է ներգրավել նաեւ երրորդ կողմ։ Բայց բոլոր երրորդ կողմ, երրորդ երկիր, երրորդ երկիր, երրորդ կողմ կարող է, ասենք ամերիկյան տարբեր ընկերություններ ներգրավեն կոնսորցիումի մեջ։ Նաեւ երրորդ երկիր դա էական հանգամանք է։ Այո, որովհետև այնտեղ մեծ ներդրումներ են պահանջվելու, ինձ թվում է ամերիկյան 1-2 ընկերություն դժվար կարողանան ստանձնել այդ պարտավորությունները։ Շինարարության մասին։ Այո, ներդրումների մասին է, այո։ Իսկ արդեն Զանգեզուրի միջանցքը դա մինչև օգոստոսի 8-ի այդ համաձայնագրերի ստորագրումը Իլհամ Ալիևը միշտ ուրեմն շարունակում է Զանգեզուրի միջանցք հասկացողությունը։ Շարունակում է։ Այո, եւ հիմա շարունակում է այն ժամանակ, երբ որ ինքը շարքում էր, նպատակ ուներ, որպեսզի ամրագրվեր այդ միջանցքը դառնար արտատարածքային, Հայաստանի իրավազորությունից դուրս։ Բայց օգոստոսի 8-ից ինքը արդեն մի քիչ իր հռետորաբանությունը փոխել է եւ ասում է միջին միջանցքի մաս կազմող Զանգեզուրի միջանցք, բայց կոնկրետ չի նշվում, որ դա հենց Հայաստանի տարածքի մասին է խոսքը։ Դա արդեն նախկին պատկերացած միջանցքը չէ։ Այո, հռետորաբանությունը թեթև փոխել է, բայց որ տեղը գալիս է, ինքը մեկ-մեկ միջին միջանցք բառակապակցություն է օգտագործում, բայց վերջի անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ինքը օգտագործեց Թրամփի ուղին եւ միջին միջանցքը միասին։ Թրամփի ներկայությամբ ինքը միայն Թրամփի ուղի է ասում, ընդ որում մեծ գովեստներով, շռայլելով այդ ուղը։ Իսկ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեց Զանգեզուրի միջանցքը արտահայտություն։ Փորձենք հասկանալ, տնտեսական վեճ է, թե քաղաքական վեճ։ Քաղաքական վեճ է դա։ Դա քաղաքական վեճ է։ Հիմա տեսեք, եթե մեր իրավազորությունից դուրս կգտնվի թեկուզ Թրամփի ուղին, դա կարելի է հանգիստ կոչել միջանցք թեկուզ են Զանգեզուրի միջանցք։ Եթե Թրամփի ուղին կգտնվի 100%-ով ՀՀ իրավազորության ներքո եւ այնտեղ գործեն ՀՀ օրենքները, այդ ժամանակ արդեն ինքը կոչվի ուղի։ Բայց որպեսզի մենք համոզվենք դա միջանցք է, այսինքն արտատարածքային է, թե ուղի է, որ արդեն լրիվ հայկական իրավազորության ներքո է։ Մի հատ պարզ հարց պետք է վերհանենք։ Երբ որ սկսի գործել այդ ուղին, եթե այդ ուղիով, թրիփով կանցնեն ռուսական եւ պարսկական ցանկացած ապրանք, նույնիսկ այն ապրանքները, որոնք կգտնվեն սանկցիոն պատժամիջոցների տակ, եթե կանցնեն այդ թրիփով, ուրեմն այնտեղ 100%-անոց ուղի է, ոչ մի միջանցքի մասին խոսք լինել չի կարող։ Իսկ եթե ամերիկյան ընկերությունը կխոչընդոտի պարսկական եւ ռուսական նույնիսկ սանկցիոն ապրանքների կամ ոչ սանկցիոն ապրանքների ազատ տեղաշարժը, անկախ այն բանից, ում լիազորության տակ կգտնվի, մեր օրենքներով կգործեն, թե մեր օրենքներով չեն գործի, այնտեղ մաքսավոր կունենանք, թե սահմանապակ կունենանք, կապ չունի։ Եթե ամերիկյան ընկերությունները կարգելափակեն Իրանի եւ Ռուսաստանի ապրանքների ազատ տեղաշարժը, ուրեմն դա 100%-ով միջանցք է, արտատարածքային է։ Ինչն է տարօրինակ, եւ Թեհրանը եւ Մոսկվան առայժմ զուսպ են արտահայտվում այդ համաձայնագրին։ Պարզ չէ, թե պարզ է նրանց համար։ Նրանց համար 100%-ով պարզ չէ, որովհետեւ մեզ համար էլ 100%-ով։ Հա, որովհետեւ իմ ասած պահը մինչեւ չգա, փաստացի պահը, երբ որ կփորձեն այդ
թրիփով անցկացնել ռուսական կամ իրանական ապրանքներ, նշում եմ նույնիսկ սանկցիոն։ Օրինակ համար ասենք իրանական կամ ռուսական նավթամթերքը, որը ներկայապահին սանկցիաների կամ զենք։ Զենք, նույնիսկ զենք, այո, նույնիսկ զենք, ինչու՞ չէ, որտեվ մենք հենց հիմա Իրանից զենք ենք Ադրբեջանից Նախիջևան զենք կնագա։ Ոչ, ես դրա մասին չեմ խոսում։ Դա արդեն մեր եւ Ադրբեջանի հարաբերությունների հարց է։ Խոսքը Իրանի եւ Ռուսաստանին պատկանող ապրանքների մասին է։ Ենթադրենք, Իրանը ցանկանում է այդ թրիփով նավթ տեղափոխել Ադրբեջան կամ նավթ տեղափոխել Վրաստան, ենթադրենք։ Եթե ամերիկյան ընկերությունը խոչընդոտի այն պատճառաբանությամբ, որ իրանական նավթը սանկցիայի տակ է ԱՄՆ կողմից եւ չթողնի անցնի, ուրեմն դա արդեն միջանցք է, արդեն դառնում է արտատարածքային, մեր իրավազորությունից դուրս է, որտեղ հենց ներկա պահին մենք Իրանից եւ գազ են գնում եւ նավթամթերք։ Ո՞վ է այս թնջուկի թիվ 1 շահառուն։ Այս թնջուկի թիվ 1 շահառուն Թուրքիան է։ Այս թրիփը կամ միջին միջանցքը 100%-ով ուղղված է Չինաստանի դեմ։ Մասամբ Իրանի եւ Ռուսաստանի դեմ։ Թրամփի անվան տակ։ Թրամփի եւ Եվրոմիության, այո։ Թրամփի եւ Եվրոմիության։ Այո, որի ամենաակտիվ մասնակիցը Թուրքիան է։ Այո։ Դե դեպքում պետք է ասել կամ ենթադրել, որոնք են մեր ռիսկերը եւ մյուս տեսանկյունից ինչ ենք մենք փնտրում այս գործը։ Մեր ամենամեծ ռիսկը նա է, որ այս ուղին դառնա արտատարածքային, այսինքն եթե այս ուղիով արգելվի ռուսական եւ իրանական ապրանքների տեղաշարժը, ազատ տեղաշարժը, ուրեմն Իրանը եւ Ռուսաստանը կդառնան մեր ուրեմն երթվյալ թշնամին եւ կխանգարեն մեզ բոլոր հարցերում, այսինքն կստացվի, որ Ամերիկան, Արևմուտքը, Թուրքիան մեր ձեռքերով կրակի մեջի շագանակները հանում ընդդեմ Իրանի եւ Ռուսաստանի։ Դա հավանական համարվում է։ Ոչ, քիչ հավանական համար, որտեղ մեր կառավարությունը երաշխավորում է կամ Ես հիշեցի վարչապետի խոսքը, որ ասեց Թրամփի ուղին ձեռնտու է եւ Ռուսաստանին եւ Իրանին։ Այո։ Բայց որ դուք ասիք ռիսկը ասում եմ դա, որտեղ նայեք, եթե ամերիկյան ընկերությունը եւ կոնսորցիումը եթե գրանցվի Ամերիկայում, ուրեմն նրա համար շատ դժվար կլինի, որպես ինքը շրջանցի ամերիկյան պատժամիջոցները, որտեղ Ամերիկայում արդեն իրան նկատմամբ կիրառեն պատժամիջոց։ Եթե կոնսորցիումը ՀՀ ռեզիդենտ որպես գրանցվի ՀՀ-ում, որպես ՀՀ ռեզիդենտ, այդ դեպքում ինքը կարող հանգիստ շրջանցի պատժամիջոցները, որտեղ մենք մեր կառավարությունը, մեր պետությունը ոչ մի պատժամիջոց չի ընդունել ոչ Իրանի դեմ, ոչ Ռուսաստանի դեմ։ Տեսեք ինչքան եթեներ օգտագործեցինք, բայց կողմերը գիտեն արդեն դա ինչ է։ Ինձ թվում է այո, որտեղ շատ է քննարկվել այս հարցը, բայց ամենակարևորը մնացած բոլոր դետալները, մանրամասները պետք է քննարկվեն հետագայում։ Իսկ գլոբալ առումով, ինչպես մեր վարչապետն է նշում, 5 կարևորագույն խնդիրները՝ ինքնիշխանություն, չէ, իրավազորություն, փոխադարձելիություն, սահմանների անխախտելիություն եւ դրանք բոլորը արդեն ընդունված են։ Եթե այդ 5 կարևոր սկզբունքները արդեն ընդունված են, ինձ թվում է, որ հետագայում դժվար կլինի, ասենք, ամերիկյան կողմին կամ թուրքական, ադրբեջանական կողմին համոզելու մեզ, որպեսզի մենք գնանք ընդդեմ Իրանի եւ Ռուսաստանի։ Լավ, այդ դեպքում ասեք, ինչ է նշանակում անխոչընդոտ երթևեք։ Ըստ մեր պաշտոնական մեկնաբանության անխոչընդոտը դա է, երբ որ մարդը չի խախտում կամ տվյալ ընդհանրենք տրանսպորտային ընկերությունը չի խախտում ՀՀ օրենսդրությունը, ուրեմն ինքը ոչ մի խոչընդոտ չունի թրիփով գնալ գալու։ Իսկ երբ որ մենք ստեղծենք արհեստական խոչընդոտներ, մենք ստեղծենք ոչ օրինական խոչընդոտներ։ Օրինակ ինչպեսին հիմա Լարսում ստեղծվում է Հայաստանում։ Այո, հիմա տեսեք, վերջին անգամ վրացիները, չէ, մեր կոնյակի, իրանք ասում են, որ սա կոնյակի սպիրտ չի եւ այլն, բայց մեր եւ Վրաստանի միջև կա ուրեմն ստորագրված համաձայնություն, որ Բագրատեշնից դուրս գալուց կապարակնքվում է մեր բեռը եւ մինչեւ Լարս ինքը պետք է անխոչընդոտ անցնի։ Արդեն եթե ուրեմն այնտեղ զենք չի, եթե այնտեղ ուրեմն թունավոր վտանգավոր ապրանքներ չեն, եթե այնտեղ ռադիոակտիվ նյութեր չեն։ Դա Բագրատաշենում էլ որոշվում է։
Այո։ Հենց Բագրատաշինում վրացիներն ունեն չէ սահմանի անցման կետ։ Հիմա մերոնք փոխանցում են վրացիներին թե ինչ կա տվյալ բեռի մեջ, եթե վտանգավոր պայթուցիկ, հրդեհավտանգ, առողջությանը վնասող նյութեր չեն, որոնք պետք է հատուկ ձևով անցնեն տարածքը, մնացած պետք է ազատ տեղաշարժել մինչև Լարս։ Բայց Վրաստանում որոշ ուժեր, կարելի ասել նաև այդտեղ կոռուպցիան երևույթներ են դրսևորվում, խոչընդոտում են, դա է խոչընդոտում։ Իշխանությունից դուրս Վրաստան։ Այո։ Հենց գազի, հեղուկ գազը, որ ներկրվում է Ռուսաստանից Հայաստան, նույնպես արհեստական խոչընդոտներ են իրարվում վրացական որոշ կոռուպցիոն շրջանակների կողմից։ Եվ մինչև ինձ թվում է վերջերս մի քիչ կարգավորվեց, որովհետև հենց այսօր ես տեսա, որ գազի գինը արդեն իջել է 150 դրամ, բայց բարձրացել 220 դրամ, առանց որևէ, ասենք, օբյեկտիվ պատճառներ, էլի, ասենք, ոչ թանկացել է Ռուսաստանում հեղուկ գազը, ոչ տեղափոխման ծախսերն են թանկացել, պարզապես Վրաստանում որոշ կոռուպցիոն շրջանակներ խոչընդոտում էին տեղաշարժը մեր հեղուկ գազի Ռուսաստանից Հայաստան եւ միանգամից 100 դրամով թանկացավ։ Լավ, որ մտել ենք այստեղ, շարունակենք։ Սպայկայի դեմ ինչ է կատարում։ Սպայկան որոշակի խնդիրներ ունի ռուսական օրենսդրության հետ կապված։ Հիմա տեսեք, ոչ մեկ չի ասում ինչն է պատճառը, նույնիսկ Սպայկան չի ասում ինչն է պատճառը, բայց իմ ուսումնասիրությունը, իմ ենթադրությունները, ուրեմն ինչ կարա լինի։ Առաջինը Սպայկան, երբ որ մեր մթերքը, հայկական մթերքը տեղափոխում է Ռուսաստան, ինքը պետք է Ռուսաստանում ունենա հատուկ գնորդ, որը կգնի այդ ապրանքը, կվերավաճառի եւ վերավաճառումից հետո պետք է Ռուսաստանին մուծի NDS, ավելացված արժեքի հարկ։ Բայց ասում են, որ շատ հնարավոր է, որ կեղծ կոչման մեկ Adnadnevka կամպանիաներ, էլ մեկ օրական կամպանիաներ են ստեղծում, մեկ օրում այդ իր անունով ձևակերպվում է տվյալ խմբականակը, խմբականակի իրացումից հետո այդ հետքերը վերացնում են այդ ստեղծված ուրեմն ԱԶ-յա կամ ՍՊ-յա, իրանց մոտ ՕՕ կամ ԻՊ-ին ասում։ Հետո որ Ռուսաստանի կառավարությունը ուզում է մանգա դրա հետքերով գնա, որպեսզի այդ վաճառված գյուղմթերքից ավելացված արժեքի այդ գանձի տեսնում է, որ չկա, ասենք, դրա հետքերը վերացված են։ Ինձ թվում է հիմնական պատճառը դա է։ Բայց կարա լինի երկրորդ պատճառը, տեսեք, Ռուսաստանում օրենք կա, որ պետքա բոլոր ուրեմն այդ կցորդիչով ավտոմեքենաները օրվա ընթացքում որոշակի ճանապարհից ավելի իրավունք չունեն շարժվեն։ Ասենք ենթադրենք 24 ժամում իրանք պետք է շարժվեն 1000 կիլոմետր կամ 500 կիլոմետր։ Հատուկ տախոմետրեր են դրվում։ Այդ տախոմետրերը ուրեմն անջատում են եւ խախտում են այդ օրենքը ռուսական։ Մեկ օրում ասենք քշում են 1500 կիլոմետր կամ 1800 կիլոմետր օրինակի համար։ Դա էլ է հնարավոր պատճառ։ Երրորդ, որ քիչ հավանական է, իբր թե ասենք Սպայկան հարկեր ունի չմուծված Ռուսաստանին, արդեն որպես ինքը տնտեսավարող սուբյեկտ։ Բայց ինձ թվում է ամենամեծ խնդրեմը այսօրվա, որ մեր հայկական ապրանքները արտանվում են Ռուսաստան, դա այն է, որ Ռուսաստանի հարկային տեսչությունը չի կարողանում վաճառքից հետո ավելացված արժեքի հարկը գանձի։ Մեր նպատակն է հասկանալ, դա օբյեկտիվ խնդրեմ է, թե այո, դա օբյեկտիվ խնդրեմ է, մեր արտահանողները ցանկանում են խուսափել հարկեր վճարելուց Ռուսաստանում։ Այո։ Լավ։ Անտառ է չարժի մտնել այստեղ։ Այո, չարժի մտնել որտեղ շատ։ Թրամփի ուղին։ Մենք հիմա կգանք նաև կոմունիկացիաների համակարգված բացմանը, որովհետև դրանք ենթադրում եմ կապված են։ Թրամփի ուղին փոխում է ԵԱՏՄ-ի հետ մեր հարաբերության կշիռը։ Ոչ, որովհետև շատերը շատ փորձագետներ կան, ասում են, եթե մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք, ուրեմն իրավունք չունենք Թրամփի ուղիով առանց մաքսատուրքերի ապրանք ներմուծենք Հայաստան կամ արտահանենք եւ այլն եւ այլն։ Խնդիրը այստեղ միայն տարանցիկ գոտու մասին է։ Ադրբեջանական ապրանքները, մյուս ապրանքները կարող են տարանցիկ ազատ Թրամփի ուղիով տեղաշարժվել, միայն մուծել տարանցման վճար կամ տուրք։ Այսինքն այդտեղ ԵԱՏՄ-ի օրենքներով մաքսատուրք չի գանձվում։ Այն ապրանքները, որոնք Թրամփի ուղիով կներմուծվեն Հայաստան մեր ներքին սպառման համար, հայկական ռեզիդենտների կողմից կամ ոչ ռեզիդենտների կողմից կներմուծվեն արդեն մեր համար Հայաստանի տնտեսական կարիքների համար, պարտադիր ԵԱՏՄ օրենքներով դրանք կենթարկվեն համապատասխան ուրեմն մաքսային գանձումների եւ մաքսատուրքերի։ Տարանցիկ անցնող բեռները չեն ենթարկվելու ոչ մի կարգավորումների ԵԱՏՄ կարգավորումներով։
Դա ընդհանրապես տարանցիկ ուրեմն տեղափոխումներ են, տարանցիկ գոտի է, տարանցման վճար են մուծում եւ վերջ։ Հիմա կամ իմ ասածին Թրամփի ուղին ուղիղ կապ ունի ընդհանուր ապաշրջափակման հետ։ Այո։ Չպարզվի այնպես, որ ամբողջ վեճը գնում է այդ մի ուղին ստանալու շուրջ։ Ապաշրջափակումը կմնա սառույցի։ Այո։ Հիմա տեսեք, նույնիսկ եթե ապաշրջափակումը միայն տեղ ունենա Թրամփի ուղիով, դա մեր համար շատ մեծ ձեռքբերում է։ Ինչու՞։ Որովհետև Թրամփի ուղին պետք է նաև կապի Թուրքիան, Ադրբեջանի հետ, չէ՞։ Այդ դեպքում Թուրքիան ստիպված կլինի, կարելի ասել, բացել իր սահմանը արդեն Հայաստանի հետ, որտեղ արդեն իրանք ասում են մեր սահմանը փակի, քանի որ ձեր հարաբերությունները կարգավորված չեն Ադրբեջանի հետ։ Եթե Թրամփի այդ թվում եւ երկաթուղին։ Այո։ Գյումրիի կա։ Գյումրի, այո, երկաթուղին էլ ինքը ստիպված կլինի բացել, որտեղ արդեն ինքը քաղաքական պատճառ չունենա փակելու։ Նախ իրան ձեռնտու է դա։ Ինչու է ձեռնտու, որովհետև տեսեք, մոտավորապես օրական 400-500 կցորդիչով բեռնատարներ, թուրքական ապրանքներն հիմնականում գյուղատնտեսական ապրանքներ տեղափոխում Ռուսաստան Լարսի ճանապարհով։ Դա շատ թանկ է եւ շատ ժամանակատար, ինչը որտեվ Լարսը շատ ծանրաբեռնված է։ Նրա թողունակությունը օրական 2-300 հատ է, բայց այսօրվա փաստացի մոտավորապես 1000-ից ավել բեռնատարներ են Լարսով անցնում։ Հիմա եթե բացվի Մարգարայի սահմանակետը, չէ՞, եւ թուրքական բեռնատարները կարող են շատ հանգիստ Մարգարայով գան, նոյեմբերյանով գնան Ղազախով, Դերբենտով գնան Ռուսաստան անխոչնդոտ եւ շատ արագ եւ շատ ոնց որ ասած էժան տարբերակով, էլի։ Դա իրանց ձեռնտու է, որպես մենք դառնանք տարանցիկ գոտի։ Թրամփի ուղին Լարսին այլընտրանք է թե ոչ։ Թրամփի ուղին Լարսին այլընտրանք է այնքան, այո, այլընտրանք է, բայց այլընտրանք է այնքանով, որ Թրամփի ուղի բացելով բացվում են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունները սահմանային ուրեմն անցակետում եւ կարան թուրքերը հանգիստ գան, Լարսը շրջանցեն, գնան Դերբենտով մտնեն Ռուսաստան, Ղազախով, ադրբեջանական Ղազախով եւ ռուսական Դերբենտով, Դաղստանով մտնեն Ռուսաստան շատ հանգիստ։ Այսինքն Լարսը կթեթևանա, էլի։ Եվ նաև կարան իրանք Թրամփի ուղիով կտուժեն վրացիները։ Այո, կտուժեն, միանշանակ։ Եթե Թրամփի ուղին բացվում է, վրացիք շատ են տուժում։ Բայց չեն դժգոհում հիմա։ Դե դա քաղաքական չեն կարող դժգոհեն, որտեղ այն ժամանակ որ մենակ իրանք էին օգտվում այս տարանցման ուղիներից, մենք ոչ մեկ էլ չէ։ Կամ հավանական չեն համարում, որ դա չէ, չեն կարող հավանական չհամարել, որտեղ արդեն շատ բան, շատ գործ արվեց։ Որ եթե Ամերիկան արդեն խառնվել է, արդեն 145 միլիոն դոլար արդեն հատկացրել են։ Դա արդեն անշրջելի է, կարելի ասել, անշրջելի է։ Պարզապես մենք ունենք ռիսկեր, որ պետք է այդ ռիսկերի այդ մարտահրավերների դեմը առնենք, էլի։ Կարող եմ այսպեսի մի հարց տալ։ Ինչու է Հայաստանի ընդդիմությունը դեմ օգոստոսի 8-ի համաձայնագրի։ Դա քաղաքական ուրեմն շարժառիթներ ունեն, որտեղ բայց առանց հիմնավորման դա հնարավոր չի։ Ինչու հաշվի չնստել այն հիմնավորումների հետ, որոնք բերում են ընդդիմություն։ Ենթադրենք ընդդիմությունը ուզում է հաշվի նստի եւ ենթադրենք ընդդիմությունը ուզում է ընդունի, որ Թրամփի ուղին լավ բան է եւ դա խաղաղություն է բերելու, ուրեմն իրանք 2026-ին անելիք չեն ունենա այլևս։ Դրա համար ինձ թվում է իրանք արգումենտները քաղաքական են։ Տնտեսական առումով, եթե մեր կառավարությունը խելոք գտնվի եւ շատ ճիշտ տնտեսական քաղաքականություն վարի, Թրամփի ուղին էլ որ գործարկվի, ամենակարևորը որ այն լինի մեր իրավազորության ներքո եւ միջանցքը բացառվի այնտեղ, լինի իրական ուրեմն հենց տարանցիկ ճանապարհ մեր հայկական օրենսդրությամբ եւ մեր իրավազորության ներքո եւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն էլ բարելավեն եւ առևտուրը ուրեմն լավանա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ եւ մեր կառավարությունը շատ անելիքներ ունի, շատ։ Այսօրվա օրենսդրությամբ, այսօրվա գործող ուրեմն հարկաբյուջետային կարգավորումներով մենք շատ մեծ խնդիրներ կունենանք։ Դե այն ինչ որ հիմա պետք է ասեմ, մեկ այլ հաղորդման թեմա է, բայց ընդդիմությունը Հայաստանի բնակիչներին տերմինը չեմ կարողանում գտնել, վախեցնում է կամ զգուշացնում է թուրքական ներխուժման մասին, հա։ Ինչքանով է ճիշտ այդպիսի մոտեցումը, եթե բացվում են սահմանները եւ այդ
անխոչնդոտ հաղորդակցության հնարավորությունը ստեղծում է հզոր թուրքական տնտեսության դեմ Հայաստանը, ինչպիսի պաշտպանունակություն կարող է։ Շնորհակալություն, շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Ներխուժում նկատի ունեք տնտեսական ներխուժում, չէ՞։ Այո։ Հիմա տեսեք, իրոք լուրջ մարտահրավերներ կա, եթե տեսեք, ամենագլխավոր մարտահրավերը, ամենամեծ վտանգը գալիս է туриզմի ոլորտից։ Туриզմի ոլորտը դա տնտեսության այն ճյուղն է, որի միջոցով դու կարող ես ներթափանցել մնացած բոլոր ոլորտները։ Օրինակ, եթե туриզմի ոլորտը ամբողջությամբ կլանվի Թուրքիայի կողմից, որը շատ հավանական է, ինչու է հավանական, որովհետև Թուրքիայում վրացական օրինակը։ Այո, բացի վրացական օրինակը, Թուրքիայում տուրիստական ինդուստրիան համաշխարհային մակարդակի վրա է։ Նա մրցակցում է եւ իտալականի, եւ ֆրանսիականի, եւ իսպանականի, եւ ամերիկյանի, բոլորիդ հանգիստ մրցակցում է։ Տարեկան 60 միլիոն տուրիստ են իրանք ներգրավում։ Ուրեմն իրանք ունեն լուրջ տուրիստական ենթակառուցվածքներ, ինդուստրիա ունեն։ Եվ իրանք համար շատ հեշտ է Բաթումի օրինակով մեր туриզմի ինդուստրիան կլանելու։ Եթե ստացվի իրանց կողմից կլանեն մեր туриզմի ինդուստրիան, իրանք շատ հանգիստ կարող են կլանել ավիացիոն փոխադրումները, ազդել մեր ժողովրդագրության վրա, ուրեմն հյուրանոցաշինության միջոցով ներթափանցեն արդեն բնակարարշինության ոլորտ, քաղաքաշինական ոլորտ, ենթակառուցվածքների շինարարության ոլորտ, այսինքն ներթափանցեն բոլոր շինարարական ոլորտներ, տուրիստական հյուրանոցների շինարարության միջոցով։ Իսկ աշխատուժի ներգրավման միջոցով, օրինակ, իրանք ենթադրենք մի 3-4 հատ հյուրանոց իրանք կառուցեն կամ տնօրինեն Հայաստանում, չէ՞ ամբողջ։ Միջինը եթե այդտեղ 150-ից 200 հոգի աշխատողել որ իրանք ունենան, պատկերացնում եք, գնաց 50-60 հազար աշխատատեղ։ Իրանք կարան մուսուլմանական երկրներից էժան աշխատուժ ներգրավեն, ազդեն մեր ժողովրդագրության վրա, Հայաստանում ուրեմն մեծացնեն խառնամասնությունները, շատ ընտանիքներ իրենց ապրելաձևը փոխեն։ Շատ հեռու չգնացիք, թե հավանական բան է։ Դա հավանական չէ, դա ես ասում եմ ամենավտանգավոր ռիսկերը։ Մենք կարող ենք շատ հանգիստ գործիքներով դրա դեմ առնել։ Եթե նախորոք մենք ծրագրենք մեր մարտահրավերները եւ դրանց դեմն առնելու ուրեմն քաղաքականություն մշակենք։ Մենք կարող ենք քվոտավորել դրսի աշխատուժը։ Մենք կարող ենք քվոտավորել ուրեմն ավիացիոն ոլորտը։ Մենք կարող ենք մեծ ուրեմն արտոնություններ տալ մեր հայկական տուրիստական ընկերություններին։ Մենք կարող ենք արտոնություններ տալ ռուսական, վրացական, եվրոպական, ամերիկյան ընկերություններին, որպեսզի մրցակցություն լինի։ Ցանկացած ոլորտ, տնտեսական ցանկացած ոլորտ, եթե 30 Այսինքն դրանք բոլորը կառավարելի ռիսկեր են։ Այո։ Տեսեք, ցանկացած ոլորտում, եթե մի պետության կողմից իր հարևան պետության կամ այլ պետության ուրեմն ենթակառուցվածքի 30%-ից քիչն է տնօրինում, այսինքն մրցակցային դաշտը ապահովում է, շատ հեշտ է ուրեմն կանխարգել ռիսկերը։ Իսկ եթե արդեն 30+% ալնում, արդեն ռիսկերի ուրեմն վնասների հավանականությունը շատ է մեծանում։ Մենք ունենք այդ հնարավորությունները, այդ գործիքները, առավել եւս որ ԵԱՏՄ-ն էլ է պաշտպանում իր ներքին շուկան եւ ԵԱՏՄ օրենսդրությամբ մենք արդեն մնացած 4 պետությունները արդեն իրանք ըստ առավելություններ ունեն, մենք կարող ենք շատ հանգիստ այդ մեր օրենսդրությամբ նաեւ բյուջետային եւ հարկային քաղաքականության միջոցով նոր գործիքներ ներդնելով մենք կարող ենք շատ հանգիստ, եթե մենք այդ ռազմավարությունը մշակենք։ Իսկ եթե թողենք ինքնաոսի, հնարավոր է բարդությունների առաջ կանգնենք։